21 TV-ի եթերում օրդ բարին է, դա նշանակում է, որ բարությամբ լեցված, սիրով, ներդաշնակությամբ ու դրական էներգիայով ես Անահիտ Կիրակոսյան ես եկել եմ, որպեսզի մենք արթնանանք միասին։ Առաջիկա 1 ժամը մնացեք մեզ հետ, խոստանում եմ ձեզ մի կաթիլ բարություն, մի կաթիլ սեր, մի կաթիլ հոգատարություն, իսկ ինչ եմ այսքան շատ խոսում կաթիլներից։ Դա դեռ կպարզենք եթերի ընթացքում, իսկ այս պահին մի կաթիլ տեսահոլովակ ձեզ համար, որ արթնանանք։ Եվ այսպես վերադարձանք տաղավար, ասում էի, որ կբացահայտեմ ինչու եմ խոսում կաթիլից, սիրելիներս, այսօր մեր հյուրն է կենսագրական գրքերի հեղինակ Զարուհի Առաքելյանը, ով հայտնի է հենց իր կաթիլ գրական ու բեմական անունով։ Զրուցելու ենք ամեն ինչից, գրքերից, արվեստից, մշակույթից եւ նրա նորություններից։ Բարի առավոտ։ Բարի առավոտ, շնորհակալ եմ, որ հրավիրեցիք։ Շատ ուրախ եմ, որ այսօր մեր տաղավարում եք եւ մեր տաղավարում գեղեցկություն է այս պահին։ Զարուհի ջան, կուզենայի խոսել առհասարակ ձեր գործունեությունից, բայց նախ ինչու հենց կաթիլ։ Կաթիլը իմ բեմական եւ գրական ծածկանունն է եւ իմ կարգախոսն է, ամեն ինչ սկսվում է մեկ կաթիլից։ Մի կաթիլից։ Ինչու, որովհետեւ ես միշտ առաջնորդվել եմ այդ կարգախոսով մինչեւ հիմա։ Քանի որ մեկ բառը, մեկ պատմությունը, մեկ հնարավորությունը, մեկ կաթիլ ջանքը, ամեն ինչ կարող է փոխել մարդու կյանքում։ Իսկ մեկ կաթիլը ինձ համար դա սկզբի խորհրդանիշն է։ Դրա համար ես առաջնորդվում եմ հենց այդ կարգախոսով։ Հրաշալի է ուղղակի ընտրությունը հենց կաթիլի եւ հետաքրքիր է գրական գործունեության մեջ ինչ կաթիլ էր պակասում, որ որոշեցիք դուք վերցնել ձեր ձեռքը գրիչ ու սկսեցիք գրել, այն էլ կենսագրական գրքեր։ Ընդհանրապես ես կարիերա չեմ կառուցել, ես ապրել եմ այն։ Կյանքում կան պահեր, երբ չես ծրագրում քո կյանքը, բայց կյանքը մեզ տալիս է միշտ այն, ինչ մեզ պետք է, դառնալ այն մարդը, որին նույնիսկ դու ինքդ չես ճանաչում։ Եվ ինձ մոտ իմ արվեստն ու գործունեությունը ընդհանրապես ծնվել են կորստից, դժվարությունից, պայքարից, եւ այդ դժվարությունները ես հաղթահարել եմ հենց արվեստի միջոցով, ստեղծագործելից, միայն արվեստի միջոցով։ Կարող եմ ասել, որ հենց դա է ինձ օգնել, որ ես կարողացել եմ գնալ առաջ եւ դառնալ այն, ինչ հիմա որ ես կամ։ Իմ ասեմ, որ առաջի գիրքը ծնվեց կորստից, հուսալքություններից ես բարձրացա բեմ եւ հայտնվեցի տեսախցիկների առաջ, իսկ լռությունից եւ դատարկությունից եւ ծանր վնասվածքից հետո ինձ ասեցին, որ ես երբեք էլ չեմ քայլելու, ես դարձա գրքերի ներողություն, ես դարձա երգերի հեղինակ։ Եվ առաջի գիրքը ինչպես ծնվեց կորստից, ես 22 տարեկանում կորցրեցի հորս։ Իմ ամենասիրած մարդուն նա ինձ համար մեծություն էր։ Եվ այդ լռության մեջ ինձ հարցրեցի, թե ինչպես կճանաչեն իմ երեխաները իրենց պապիկին։ Ինչպես կհասկանան, թե ով էր նա։ Ես ուզում էի, որ իր պատմությունը հավերժանա։ Եվ մի օր ես վերցրեցի գրիչս եւ մի գիշեր ես սկսեցի գրել այն ամենը, ինչ հիշում էի նրա մասին։ Երբ ավարտեցի, մի կին ինձ զանգեց եւ ասեց, որ գիտեք, դուք կարծես թե իմ հոր մասին եք գրել։ Եվ ես հասկացա, որ իմ հոր պատմությունը դա կարող է յուրաքանչյուրի համար իհարկե, յուրաքանչյուրի պատմությունն է, յուրաքանչյուրի կորուստն է, յուրաքանչյուրի սերն է։ Եվ այդպես ծնվեց իմ առաջին գիրքը, որ դարձավ ճակատագրական։ Ինձ սկսեցին առաջարկել գրել գրքեր, առաջինը, երկրորդը, երրորդը, գրեցի բալետի պարուհու մասին, ում ոտքերը բեմի վրա պատմություն կերտեցին, գրեցի վիրաբույժի մասին, ում ձեռքերը կյանքեր էին փրկում, ում ձեռքերը կյանքեր էին փրկում, եւ գրեցի մեր սիրելի դերասան Ռաֆայել Քոթանջյանի մասին, ում դերերը մնացին անավարտ։ Եվ գիրքն էլ է կոչվում Non finita։ Այ հիմա խոսենք երևի թե հենց այս վերջին աշխատանքի մասին։ Ես տեսնում եմ մեր սեղանին դրված Non finita, Ռաֆայել Քոթանջյան, ինչպես եղավ, որ որոշեցիք անդրադառնալ հենց այս մեծ արտիստին։ Գիտեք ինչ, կյանքում կան մարդիկ,
ում ճանաչում ես երկար տարիներ, բայց կարող ես մոռանալ մեկ օրում։ Բայց կան մարդիկ, ում ճանաչում ես մեկ օր, բայց չես կարող մոռանալ հավերժ։ Ամբողջ կյանք։ Ասեք, որ Ռաֆայել Քոթանջյանը Հենց այդ մարդն է։ Այո, հենց այդ դերասաններից էր, այդ մարդկանցից էր։ Նույնիսկ երբ որ Ռաֆայել Քոթանջյանին հանդիպում էին ճանապարհին, անծանոթներ խոսում էին իր հետ, երբեք չէին կարող մոռանալ իր խոսքը։ Եվ բոլորին թվում էր, որ հենց իրենց ամենամտերիմ հարազատն է, որովհետև նրա մեջ կար այդպիսի հարազատական կեցված, որ քեզ թվում էր երկար տարիները նա քո տան հայրն է, պապն է, քո տան անդամն է։ Ես իրական պատիվ ունեցել եմ նրա հետ աշխատելու նույն ֆիլմի շրջանակներում եւ դա ինձ համար չգիտեմ մեծագույն պարգև էր։ Ընտանիքի անդամներն իմացան, որ գրելու եք, թե հենց իրենց կողմից է եղել առաջարկը, թե դուք եք պարզապես ցանկություն հայտնել։ Ռաֆայել Քոթանջյանի շատ վաղուց եմ ճանաչում։ Երբ երիտասարդ է եւ սովորում են Աղաշով Նաթանի բարձրագույն արվեստի համալսարանում, նա որպես հյուր դասավանդում էր մեզ դերասանական վարպետություն։ Անցան տարիներ եւ երբ ես դարձա արդեն գրքերի հեղինակ, Ռաֆայել Քոթանջյանը հայտնվեց իմ կողքին, պատահական հանդիպեցինք, խոսեցինք եւ նա ներկա էր իմ բոլոր գրքերի շնորհանդեսներին եւ ծանոթ լինելով իմ գրչին, իմ մոտեցմանը, իմ ձեռագրին, իմ գրական լուծումներին, նա ինքը առաջարկեց, որ ես հենց գրեմ իր մասին։ Մենք հանդիպում էինք ջազվե սրճարանում, շաբաթը 2 անգամ, ես իմ համակարգչով ներառում էի այն բոլոր պատմությունները, նա այնպես էր պատմում, կարծես թե բեմի վրա լիներ։ Ինձ այնքան հետաքրքիր էր եւ նա իմ կյանքում շատ մեծ դեր խաղաց եւ թողեց իր հետքը։ Եվ ես ուրախ եմ, որ այս գիրքը ծնվեց հենց իր կենթանության ժամանակ, ոչ թե հետմահու։ Օրինակ Վիկտոր Ապոյանի մասին գիրքը, որ կոչվում է Նշտարի հրաշագործ ասպետը, Վիրաբույժ Վիկտոր Ապոյանի մասին է, մեր Հայաստանի եւ Երևանի գլխավոր վիրաբույժի, որը ցավոք հետմահու էր։ Ինձ առաջարկեցին գրել հենց առողջապահության նախարարությունից, իսկ Ռաֆայել Քոթանջյանի գիրքը հովանավորեց հենց մշակույթի նախարարությունը։ Ինչ լավ է իսկապես, որ իր օրոք է եղել եւ նա իմացել է ու նա է կիսվել ձեզ հետ տպավորությունով, որտեվ դրանից ավելի տպավորիչ ու իրական հնարավոր չէ պատկերացնել։ Հետաքրքիր է, դուք մի կին եք, ով գեղեցկություն է, մոդել է, դերասանուհի է, գրող է, բեմի արտիստ է, եւ ես գիտեմ, որ նաեւ երգեր է գրել, որոնք արժանացել են Grand-Prix։ Ինչպես է հաջողում ես բոլոր ճյուղերը ներառել եւ որտեղ եք իրական դուք։ Ես կասեմ, որ դա հերթականությամբ է կիրառվում եւ օգտագործվում եւ ցուցադրվում։ Ես միաժամանակ չեմ անում ամեն ինչ։ Դա, ինչպես որ ասեցի, պատահականությունները իմ կյանքում ավելի հաճախ լուրջ դեր են խաղում, քան օրինաչափությունները, եւ այս դեպքն էլ շատ կարեւոր է ինձ համար, որովհետեւ 4 տարի առաջ ես ծանր վնասվածք ստացա եւ ստիպված եղա գանվել անկողնում, ինձ բժիշկները ասեցին, որ ես երբեք էլ չեմ քայլի, փշրեցի խնձորակս եւ երկար ժամանակ, մոտ 2 տարի ես գտնվում էի տանը, պարկած, անկողնում գանված եւ սայլակի վրա։ Եվ ինքս ինձ այդ նույն օրը եւ ինձ բերեցին հիվանդանոցից տուն, ես հիշեցի այն փոքր աղջկան, որ երբևիցե գրում էր երգեր, երիտասարդ տարիներին, դպրոցական տարիներին, եւ որի երգերը բոլորը երգում էին, նույնիսկ հավաքույթների ժամանակ, ես այդ պահը հիշեցի եւ որոշեցի վերադառնալ։ Ինչի համար, որպեսզի ապրեմ, որպեսզի գոյատևեմ, որպեսզի կարողանամ ինչ-որ մի բան տալ մեր մշակույթին։ Եվ այդ ժամանակ ես սկսեցի գրել երգեր եւ պատկերացրեք, որ իմ երգերը ամբողջ աշխարհով մեկ շրջեցին եւ Լոնդոնից, Բուլղարիայից արժանացան Grand-Prix-ների եւ առաջին տեղերին։
Հրաշալի ու ֆանտաստիկ, առաջարկում եմ հենց այս պահին մեր զրույցի այսպես ավարտը ամփոփել երգերից մեկը այս պահին լսելով սեր եւ ստվեր։ Այո։ Սեր եւ ստվեր։ Գնացինք։ Հրաշալի ստեղծագործություն այսօր իսկապես մեր եթերում մի կաթիլ չէ, շատ կաթիլներ են, տարբեր ասպարեզի, տարբեր ելևէջներից ու յուրաքանչյուր կաթիլը հարուստ է իր կաթիլներով։ Հետաքրքիր է, որքանով եք հիմա զբաղվում նաև դերասանի վարպետությամբ, որպես դերասանուհի, որպես մոդել, ինչպես են ընթանում ձեր գործունեություն, առաջարկներ, հետաքրքիր դերեր։ Առաջարկներ կան, ակտիվ ընթանում է իմ գործունեությունը, հիմնականում գովազդների մեջ եմ եւ սիտկոմների, իսկ մոդելային կյանքն էլ բուրըն ստեղծագործական հենց վերելքի ապրում, բնականաբար նորաձևության աշխարհում ես ցուցադրում եմ հայտնի մեր դիզայներների հագուստները, ինչպիսին է Նայրա Հարությունյանը, Լոնդոնից Անսիելան, Ջեյկոբ Մերը, Fashion Week-ի ժամանակ, որպես նույնիսկ տարիքային սահմանափակում չկա, ինձ հրավիրում են որպես մոդելել եւ ես մեծ հաճույքով, ասենք, կարողանում եմ սիրով անել այդ Եվ գործը։ դուք միշտ փայլում եք, որովհետև ես ինքս ունեցել եմ հնարավորություն, մեկ անգամ հիշում եմ Նայրա Հարությունյանի ցուցադրությունների ժամանակ ձեզ տեսնել, որպես մոդել, հիանալ եւ ամեն տեղ, որտեղ որ դուք կաք, դուք անում եք լիովին սրտանց հոգով ու դա զգացվում է ու այդ էներգիան տեղ է հասնում։ Ուզում եմ իսկապես ձեր շնորհակալություն հայտնել ձեր կատարած աշխատանքի համար, որովհետև դուք ստեղծում եք արժեքներ, որոնք մնայուն են ու ոչ միայն ձեզ համար են, այլ նաեւ մեզ համար են։ Ինչպես նշեցի, կորստի ու ցավի պատճառով է, որ սկսել եք ստեղծագործել, բայց վստահ եմ, որ ձեր ստեղծագործությունների շնորհիվ շատերն իրենց ցավն ու կորուստը կարող են հաղթահարել, կարդալով ու ծանոթանալով ձեր գրվածներին ու ձեր ստեղծագործություններին։ Մեր հյուրն էր Զարուհի Առաքելյանը, ով հայտնի է իր կաթիլ գրական ու բեմական անունով։ Շնորհակալություն այս անսպար դրական կաթիլների համար։ Շնորհակալություն։ Բոլորին էլ մաղթում եմ, որ յուրաքանչյուր գործ սկսեն դրական վերջաբանի վստահությամբ եւ տրամադրությամբ։ Ամեն ինչ սկսվում է մեկ կաթիլից։ Ամեն ինչ սկսվում է մեկ կաթիլից, դուք էլ այսօր մտածեք, ինչ կաթիլ բարություն անեք որևէ մեկին, դիմացինին, հարևանին, պարզապես օգնեք տատիկին անցնել փողոցը, որովհետև իսկապես կյանքում ամենակարևոր բաները սկսում են փոքրիկ քայլերից ու կաթիլներից։ Ձեզ հետ Անահիտ Կիրակոսյանն էր, փոխանցում եմ ձեզ անսպար սեր ու դրական էներգիա, մնացեք բարև։